բանես, ստեղծած Ալիևին ենթարկվող ղեկավարի ով աշխատել կամ ապրել։ Ինչ է այս երկիրը ինչի վիճ։ Ամբողջ հայ ազգը խոնարհված աշխարհի դեմ ման է գալիս թուրքերի դեմ։ Մեր ազգը այս ձևին էր ապրել։ Ձեզ համար սպասելի է նման գործ։ Այո, մեզ համար սպասել էր ավելի վատագույնը։ Մեզ համար ամեն ինչ սպասելի է, քանի որ մենք չունենք համարձակ ղեկավար, ունենք վախկոտ կամակադար ղեկավար։ Ինչ հրամայեցին Թուրքիան, Ադրբեջանը կամքը կկատարեն։ Մենք պարզ ասում ենք, մենք չենք վախենում, ինչից սկսել է, թող այդտեղից է դուրս գա։ Այստեղ ինչին եք սպասում, ինչ գործողություն։ Ժողովուրդը արդեն կոմիտես չէ բռնելու։ Ինչի եք սպասում այստեղ։ Մենք սպասում ենք ոստիկանները հրաման ստանան իրենց Նիկոլից, որպեսզի թողին լքեն գնան մեր ղեկավարը մեզ ձեռք կուտա։ Մենք սիրենք մեր ղեկավարին, կհարգենք ինքը ժողովրդավարական ղեկավար է ազգասեր։ Ինչի համար կբռնեն Վարդան Ղուկասյանին։ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրային քաղաքական դաշտից դուրս ենք շպրտելու եւ սա դրա հաջորդիվ քայլ է։ Այո, իսկ դուք գտնում եք, որ ճիշտ է Նիկոլ Փաշինյանը իր փառապաշարով։ Ճիշտ է արտահայտվում ժողովրդի ղեկավարների հասցեին։ Ինքը ուզում է հայոյել բոլորին, բայց բոլորը պիտի լռությամբ լսեն։ Եթե ինքը այդքան տղա է, թող Ալիևին հայոյի, Ալիևի դեմ խոսա։ Մենք մեր հողը կպաշտպանենք, մենք մեր ղեկավարին կպաշտպանենք, ինչի մասին է խոսքը։ ՀՊ падգամավորները արդեն մեկը մյուսին հերթ չտալով ստատուսներ են գրում եւ կաշառակեր կարգում։ Падգամավորներին ոչ հարգում ենք, ոչ ուշադրություն ենք դարձնում, քանի որ Թուրքի կամակադարներին մենք առ ենք համարում։ Եղավ, մենք առ ենք համարում, մենք ունենք Ձայնագրությունը, որ հրապարակվեց, հավատում եք, թե մտածում եք սարքել։ Մենք ճիշտ ասած ինչը։ Ձայնագրությունը, ըստ որի Վարդան Ղուկասյանը գլխավոր ճարտարապետի հետ 4 միլիոն դրամ կաշառք է պահանջել ինքնական շինություն։ Վարդան Ղուկասյանը ոչ մեկից կաշառք չի վերցրել։ 15 տարի բոլոր ղեկավարների օրով աշխատել է։ Դա չի վերցնել։ Դա գելեսեմ։ Ներոպեն։ Նիկոլի համար է խոսքը, Նիկոլի համար է խոսքը։